թռչնատարը դա միայն հայկական գեղագրության ֆենոմեն է։ Այլալեզու ձեռագրերում տարբեր տեսակներ կան տառերը գեղագրելու, բայց ոչ թռչնատարի տեսքով։ Շատ հաճախ վերցվում են մոտիվներ, առանց դրանց նշանակությունը, կիրառությունը ձեռագիր գրքում հասկանալու, ուղղակի, ասենք, մոտիվը ներմուծվում է որևէ հագուստի կամ աքսեսուարի վրա եւ անհամահունչություն կա։ Հետո ձեռագիրը թանկ հաճույք էր, թե մագաղաթից, թե թղթից։ Թուղթը նույնպես թանկ հաճույք է եղել, հատկապես Անտիոքից բերված թուղթը, որը որակապես շատ ավելի լավ է եղել, քան ֆրանկական թուղթը։ Ես ձեզ հիմա ասեմ ապշեցուցիչ մի օրինակ տեղեկություն, Մշոջ Առընտիրը, որը մեզ հասած հայերեն ամենամեծ ձեռագիրն է չափերով, մի թերթի համար մորթվել է 1 արճառ։ Ագրավի կերպարը հանդիպում է եւ խորհրդանշում է անհավատներին, հեթանոսներին, այո, ագրավը այդ խորհուրդն ունի եւ հաճախ գլուխը թռչնի խորանից թեքված է հակառակում, ընդգծելու համար իր անհավատությունը։ Կամ Քրիստոսը դիվահարների բուժման տեսարան օրինակ հաճախ ենք տեսնում սև թևավոր դևերի պատկերներ, երբ Քրիստոսը բուժում է հիվանդին եւ դևը նրա միջից այդպես թռչելով դուրս է գալիս։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է, բարև ձեզ, ես Նոյեմին եմ։ Սիրելի ունկնդիրներ, այսօր գեղեցիկ մի ճամփորդություն ենք ունենալու գեղարվեստական մի աշխարհում։ Հայ մանրանկարչությունն ենք փորձելու բացահայտել իմ շատ գեղեցիկ ու շատ խելացի հյուրի հետ, Լուսինե Սարգսյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալ եմ ձեզ, որ եկել եք։ Լուսինե Սարգսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի ավագ գիտաշխատողը, Երևանի Պետական Համալսարանի հայարվեստի պատմության եւ տեսության ամբիոնի դասախոս։ Շնորհակալություն, որ եկել եք, շնորհակալություն, որ ձեր կյանքը նվիրել եք հայարվեստի ուսումնասիրմանը եւ մեզ մատուցելու այս հնարավորություն եք ստեղծել մեզ համար։ Մեծ սիրով։ Ես գիտեմ, որ դուք մի դասընթաց եք նախաձեռնել, որովհետև հարցնողներ շատ կան, քիչ ենք ճանաչում մեր մշակույթը եւ մարդիկ կան, ովքեր իսկապես ուզում են սովորել, ճանաչել, տեսնել եւ այլն։ Բայց սկսենք ամենասկզբից։ Մեզ հասած ամենահին ձեռագրերը, որոնք զարդարված են, ծաղկած են, ինչպես մեր հայրերն են գեղեցիկ ձևով նկարագրել, նկարազարդված ձեռագրերը, երբ են։ Հայերեն հնագույն նկարազարդ մանրանկարները, ձեռագիր բառը չեմ օգտագործում, որովհետև դրանք ձեռագրից պոկված էջեր են, երկու թերթեր են, երկու երեսներն էլ նկարազարդ մանրանկարներով, որոնք թվագրվում են 6-ից 7-րդ դարերով։ Եվ սա բավական վաղ ժամանակ է միջնադարյան քրիստոնեական ձեռագիր գրքի նկարազարդման համար։ Նկատեմ, որ այլ ժողովուրդների արվեստում, եթովպացիների արվեստում, որ էլի քրիստոնյա առաքելական եկեղեցու դավանաբանությանը հետևող արվեստ է եղել, ձեռագիր գրքի նկարազարդման արվեստը սկսվում է հենց այս շրջանից 6-7-րդ դարերով, շատ եզակի Աբա Գարեմայի ավետարանի դեպքում է 5-րդ դարում թվագրվում, վերջերս է այդ թվագրությունը տրվել։ Ուրեմն կարելի ասել, որ մանրանկար ստեղծելու ավանդույթը մեզանում հնագույն է եւ ժամանակակից է այլ ժողովուրդների մանրանկարչության հետ։ Մանրանկար, սրբանկար, դրանք տարբեր բաներ են։ Այո, իհարկե տարբեր են։ Մանրանկարչությունը դա ձեռագիր գրքի նկարազարդման արվեստն է, իսկ սրբապատկերը դա առանձին ստեղծագործություն է, որը ոչ հաստոցային է եւ ոչ էլ մանրանկար է։ Այն առանձին գեղանկարչության տեսակ է, որը կապված է եկեղեցու ծեսի հետ։ Սրբապատկերները եկեղեցու ներսում են գտնվել, պաշտվել են եւ եկեղեցու ծեսի մասնակից են եղել բովանդակային, գաղափարային տեսանկյունից։ Դրանք միանգամայն տարբեր գործառույթ ունեցող արվեստի նմուշներ են։ Դուք ասացիք պաշտվել, բայց եթե չեմ սխալվում, հայ եկեղեցին ոչ պատկերապաշտ է, ոչ էլ պատկերամարդ, չի
կռվում պատկերների դեմ, բայց չի էլ պաշտում դրանք, այլ պատկերահարգ է եւ ընդունում է դրանց վրա պատկերված խորհրդի եւ անձանց կարեւորությունը, չէ՞։ Գիտեք, պատկերապաշտություն եւ պատկերամարտություն տերմինները ավելի բնորոշ են բյուզանդական կայսերական մշակույթին, երբ կոնկրետ պարբերացումներ կան այնտեղ իսկապես եղել են փուլեր պատկերապաշտության եւ պատկերամարտության։ Մեզանում այսպես 100% մենք նման դասակարգում չունենք եւ նման հստակ մոտեցում էլ չի կարելի դրսեւորել։ Մի բան կարող ենք հաստատապես արձանագրել, որ դեռևս վաղ միջնադարում 6-7-րդ դարերում մենք արդեն ունենք հեղինակներ, միջնադարյան մեկնիչներ, որոնք գրել են երկեր ի պաշտպանություն պատկերների, հաղագս պատկերամարտած կարևոր երկը ես ուզում եմ հիշատակել Վրթանես Քերթողի, որտեղ հեղինակը ճակերտավոր, ասեմ, արվեստաբանական տեսանկյունից նույնիսկ բացատրում է պատկերներում օգտագործված ներկերի, որոնք ինքը անվանում է դեղեր, նշանակությունը, կիրառությունը, անհրաժեշտությունը հայկական իրականության մեջ եւ այդ երկը լավագույն օրինակ է ապացուցելու համար, որ Հայաստանում եղել է պատկերահարգություն եւ մեզ մոտ այսպես պատկերների դեմ տարվող ընդգծված քաղաքականություն, որպիսին եղել է բյուզանդական կայսրությունում, մենք չունենք դրա մասին հստակ տվյալներ ու փաստեր։ Կարծում եմ դա նրանից է եղել, որ մարդիկ հասկացել են, որ ոչ թե պետք է պաշտել, երկրպագել, ինչ-որ բաներ կապել այդ նկարի հետ, այլ ուղղակի դրանք եղել են ինֆորմացիա փոխանցելու միջոցներ։ Նման մի հայտնի խոսք կա, որ Աստվածաշունչը, պատկերները Աստվածաշունչն են անգրագետների, նրանք ովքեր չեն կարող կարդալ սուրբ գրային բնագրեր, պատկերների միջոցով ծանոթանում են Աստվածաշնչին։ Ես ասեմ, որ մեզանում իրականում պատկերների միջոցով, այո, հավատացել են պատկերներին, պաշտել են, հարգել են պատկերներին, իսկ եթե գանք ձեռագիր գրքի մշակույթին, ապա հատկապես վաղ եւ զարգացած միջնադարում ձեռագրերը առավելապես շրջանառվել են սոցիալական որոշակի շերտի պատկանող մարդկանց ձեռքում, նախ հոգեվորականների, որոնք ստեղծել են այդ ձեռագրերը, որովհետեւ ձեռագրերը վանական միջավայրի արգասիկ են եւ եթե աշխարհիկ միջավայրում էլ շրջանառվել են, ապա դրանք եղել են ըստ էության հատնտիր մարդիկ սոցիումի հասարակության մեջ, որոնք որոշակի դիրք են ունեցել եւ նյութական եւ նաեւ ինտելեկտուալ տեսանկյունից, որոնք հասու են եղել այդ ձեռագրերին, կարող էին այդ ձեռագրերը թերթել եւ նույնիսկ իրենց տանը ունենալ։ Օրինակ օրբելյան իշխանները ունեցել են իշխանական ձեռագրեր, նրանց համար ձեռագրեր են ստեղծել Մոմիկը, Ավագը եւ մենք ունենք հենց փաստեր ձեռագիր ավետարան է փոքր չափերի, որովհետեւ Պեշկեն Օրբելյանի անձնական ավետարանն է եղել։ Դա հատնտիր մարդկանց է հասու եղել ձեռագիր գիրքը միջնադարում։ Դե պիտի հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ մի ձեռագիր ստեղծելը բավականին թանկարժեր եւ ամեն մեկը չէր կարող իրեն թույլ տալ այդ ձեռագիրն ունենալ։ Շատ ճիշտ է, ձեռագրի պատվիրատու ստացող հիմնականում եղել են բարձրաշխարհիկ ներկայացուցիչներ, արքունական ընտանիքից, ինչպես Կիլիկիայում կամ իշխանական տոհմի ներկայացուցիչներ, բարձրաստիճան հոգեվորականներ, աբեղաներ, վարդապետներ եւ այլն, որովհետեւ ձեռագիրը թանկ հաճույք էր թե մագաղաթից, թե թղթից։ Թուղթը նույնպես թանկ հաճույք է եղել, հատկապես Անտիոքից բերված թուղթը, որը որակապես շատ ավելի լավ է եղել, քան ֆրանկական թուղթը, այսինքն Եվրոպայից եկած թուղթը, եւ թուղթ հայթայթելն էլ հեշտ չի եղել, նույնը մագաղաթը առավել եւս ավելի թանկ է որպես նյութ։ Եվ տեսնում ենք օրինակ, որ Մովսես Խորենացին, որ նստել եւ սկսել է գրել հայոց պատմությունը հավաքել, առանց Մեկենասի, առանց Բագրատունի իշխանի չէր կարող դա անել եւ իր պատմության սկզբում երկար երախտի խոս է ասում, այո, որտեղ նույնիսկ բարձրաստիճան հոգեվորական լինելը դա չէր
ազատում իրեն այդ մեծ հոգսից եւ չէր կարող ինքը լուծել այդ խնդիրը, եթե չունենար աջակցող, բայց բացի մագաղաթից եւ բացի թղթից նաև ներկերն էին, չէ՞, թանկ, որովհետեւ ներկերը նույնպես, այո, մենք օգտագործել ենք հիմնականում օրգանական եւ անօրգանական ծագման ներկեր եւ դա մի ամբողջ գիտություն է, այժմ մենք մատենադարանում ունենք լաբորատորիա, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ ներկի թանակի ստեղծման process-ին միջնադարում։ Դա թանկ հաճույք է, դրա համար էլ ձեռագրի ստեղծման process-ը միջնադարում եղել է մասնագիտացված աշխատանք, մի ամբողջ խումբ է աշխատել ձեռագրի ստեղծման վրա։ Առանձին է եղել թուղթը, նյութը պատրաստողը, մագաղաթը, որի վրա, այո, գրվել է ձեռագիր, ունեցել ենք մագաղաթ մշակող, մագաղաթ կոկող, մագաղաթ տողատող։ Սրանք մասնագիտացումներ են, հատկապես երբ արդեն վանքերին կամ եկեղեցիներին կից առանձին գրչակենտրոններ են եղել 16-17-րդ դարերի համար, արդեն նույնիսկ արվեստանոց բառը կարող ենք օգտագործել, երբ այդ մասնագիտացումներով եղել են վարպետ մանրանկարիչներ, օրինակ Խիզանում, Վասպուրականում ունեցել ենք Մարտիրոս Սարգիս Խիզանցի եղբայրներին, որոնք մոտ 4 տասնյակ նկարիչներ են իրենց ձեռքի տակ ունեցել, աճեցրել, սովորեցրել նկարչության գործը, գրչության գործը, գրչությունը նույնպես արվեստ է եղել։ Մենք փայլուն գեղագրության նմուշներ ունենք, որոնք լիովին տեղավորվում են արևելյան արվեստի գեղագիտական ճաշակի մեջ։ Եվ ուրեմն ձեռագիրը գրվել է, ձեռագիրը չորացել է, թանակը առանձին տեղեր են բաց թողվել մանրանկարներն անելու համար, հաճախ գրիչը նախ գրել է, հետո մանրանկարիչը ծաղկել։ Մենք ծաղկել բառն ենք օգտագործում, այո, հրաշալի է, ես համամիտ եմ ձեզ հետ։ Եվ երբեմն զուգահեռ է աշխատանքը ընթացել, ամեն մեկը իր գործն է արել։ Մենք ունենք դեպքեր, երբ գրիչը գրում է, որ թուղթը կոկում էր կինս։ Գրիչը եղել է քահանա, ոմն, եւ կինը օգնել է իրեն թուղթը կոկելու գործում, այսինքն նույնիսկ տան անդամներն են արդեն դարձել ձեռագիր գրքի ստեղծման մասնակից։ Եվ տևողությունը մոտավորապես ես հիշում եմ լուսահոգի Գևորգ Տեր-Վարդանյանի դասերից, իր սանն եմ եղել, Ավետարան Մատյանը, որը ունի մոտ 330-50-370 թերթ մոտավորապես, դա անգամ 2, եթե ուզենանք էջերի թիվը իմանալ, այո, տևում էր մոտավորապես 7-ից 8 ամիս ստեղծման process-ը։ Մագաղաթի մշակումից մինչև վերջնական փուլ, թե պատրաստի մագաղաթը արդեն ունենալով։ Մագաղաթը ունենալով, գրչության process-ը սկսելով, նախ ծալքերը տալը, պրակակազմումը եւ այլն կազմումը, ավարտը մինչև ձեռագրի, տևել է մոտ 7-ից 8 ամիս յուրաքանչյուր ձեռագրի ստեղծումը։ Մագաղաթի ստեղծումը ոչ միայն հայկական պրակտիկայում, այլ առհասարակ մագաղաթե ձեռագրերի դեպքում այլ ժողովուրդների մոտ նաեւ, որքան ինձ հաջողվել է ուսումնասիրել, կարող էր տևել մի քանի շաբաթ կաշին մազազերծ անելուց, մշակելուց, ձգելուց, ճկելուց, չորացնելուց, կտրատելուց, հարմար ֆորմատի չափերի մեջ բերելուց։ Կարող էր տևել շաբաթներ այդ process-ը։ Գեթի թանգարանը Միացյալ Նահանգներում ունի շատ լավ նյութեր, որտեղ այդ ամբողջ process-ը ներկայացվում է։ Եվ մեծ քանակությամբ կաշի էր պետք նաև դրա համար, չէ՞, ոչ միայն ժամանակատար, այո, ես ձեզ հիմա ասեմ ապշեցուցիչ մի օրինակ տեղեկություն, Մշոջ Առընտիրը, որը մեզ հասած հայերեն ամենամեծ ձեռագիրն է չափերով, մի թերթի համար մորթվել է 1 արջար։ Ուրեմն այդ ձեռագրից մեծ խոշոր հորդ փաստորեն։ Այո, կարելի ասել, որ մի նախիր է ոչնչացվել Մշոջ Առընտիրը գրելու համար։ Այն էլ ձեռագիրը մասնակի է մեզ հասած։ Որտեղ են արվել, այսինքն առանձին լաբորատորիաների նման տարածքեր հատկացվում վանքերում, որ մարդիկ ձեռբերում էին, հավաքում էին, գրում էին, արտադրական process է։ Նոյեմի ջան, միջնադարյան վանականի հոգևորականի կյանքը իսկապես ճգնակյաց կյանք է եղել եւ նաեւ ձեռագիր ստեղծող հոգևորականի կյանքը կամ թեկուզ եւ աշխարհիկի, եթե մասնակից է եղել։ Ձեռագրերը ստեղծվել են վանքերին, եկեղեցիներին կից խցերում,
մենք հաճախ գրչակենտրոն բառն էլ չենք կարող բոլոր դեպքերի համար կիրառել։ Դրանք եղել են փոքրիկ խցեր, որտեղ գրիչները ժամերով, օրերով, շաբաթներով, ամիսներով ճգնել են եւ գրել ձեռագիր։ Երբեմն հիշատակարաններից տեղեկություններ են կարդում, որ թողներեն գիրը լավ չի ստացվել, որովհետեւ երթիկից անձրև էր կաթում։ Այսինքն պայմանները իսկապես ճգնակյացի պայմաններ են եղել, նրանք եղել են նվիրյալներ, մշակույթի, արվեստի, իրոք ազգի նվիրյալներ, ձեռագիր ստեղծելը հեշտ բան չի եղել, դա իրոք անձնուրաց աշխատանքի արդյունք է։ Բայց մենք ունենք տարբեր ոճային բաներ, չէ, մանրանկարներ, որ նայում ենք, ասում ենք, օրինակ, եթե շատ ճոխ, ոսկին ու կապույտը շատ օգտագործված, ասում ենք, սա հաստատ Կիլիկյան դպրոցի արքունական միջավայրի ձեռագրեր են։ Մի քիչ ավելի պարզ տարբերակն ասում ենք Արցախյան դպրոց է, ինչ որ միջին ոչ շատ ճոխ եւ ոչ շատ պարզ տարբերակը Վան Վասպուրականի դպրոցին կարող է բնորոշ լինել, չէ։ Շատ են այդ տարբերությունները, տարբեր ժամանակների Կիլիկյան, որովհետեւ Ռոսլինը Կիրակոս մյուս Կիլիկյան ծաղկողները գրիչները վստահ ավելի լավ աշխատանքային պայմաններ են ունեցել արքունական միջավայրում ստեղծագործելով, բայց իհարկե աշխարհագրական դիրքը եւ ժամանակը մեծ նշանակություն ունեն տվյալ տարածքում ստեղծված ձեռագրի ոճի, պատկերագրական համակարգի մշակման, ձեռագրի նկարազարդման սկզբունքների վրա շատ որոշիչ ազդեցություն են գործում։ Կիլիկյան, գաղտնիք չեմ բացահայտիլ, գտնվելով Միջերկրածովի ափին, արևելք, արևմուտք այդ աշխարհագրական կարևոր խաչմերուկում շատ սինթեզված մանրանկարչական արվեստ ունի, որտեղ ազգային ավանդույթի հավելվել են նաև այլ ժողովուրդների, ընդհանուր մինչև արևմտաեվրոպական, ֆրանսիական, իտալական արվեստից վերցված տարրեր կան եւ այդ մասին մեր արվեստաբանները գրել են։ Կիլիկյանը այլ է, արքունական միջավայրի շատ ավելի հունական, բյուզանդական ձեռագրերին հարող մանրանկարչություն է, իսկ գանք Վասպուրական Արցախին, որ դուք նշեցիք, դա միայն առաջին տպավորությունն է, թե ինչ որ պարզունակ է, ճիշտ է, գծային է, այլև գույների խտության կամ ոճական։ Ավելի համեստ է, ոսկին գրեթե չկա, որոշ դեպքերում նույնիսկ առհասարակ ոսկու օգտագործումը չկա, դա կախված է պատվիրատուի ստացողի հնարավորություններից նաև, բայց ես ձեզ ասեմ, որ Վասպուրականը Արցախը շատ ավելի հետաքրքիր ինքնատիպ մանրանկարչական պատկերագրական ձևեր են ներկայացնում, որոնք ավելի զտված, ավելի մաքուր հայկական են, ավելի ազգային դիմագիծ ունեն եւ այդ գծային, գունային պարզության մեջ, թեկուզ եւ ոսկու բացակայությամբ, դրա ներսում իրականում թաքնված է շատ խորը բազմաշերտ աստվածաբանական գաղափարային մեկնություններ։ Այդ մանրանկարները անչափ հետաքրքիր են։ Ոճական իմաստով շատ տարբեր են։ Այո, տարբեր են կախված միջավայրից, եթե օրինակ Վասպուրականի Աղբակի Սուրբ Վարդուղիմեոս եկեղեցու որնանկարները դիտարկեն կամ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու քանդակները, միանգամից տեսնում ենք, թե Իսահակի, ասենք, զոհաբերության տեսարանի պատկերամոտիվը ինչպես թափանցեց ձեռագիր գիրք, մանրանկարչություն եւ այդպես տարածվեց։ Այսինքն արվեստի ճյուղերը, մանրանկարչություն, որմնանկարչություն, քանդակ, ռելիեֆային քանդակ միջնադարի համար հասկանալի է, մեկը մյուսի հետ փոխկապակցված են, ինչ որ մանրանկարիչը տեսել է պատին քանդակված, հաճախ այդ մոտիվն էլ ներմուծել է նաև ձեռագիր գրքի նկարչություն։ Բայց տարբերություն չկա, օրինակ որմնանկարների գայում այս սկզբունքով պիտի աշխատել, մանրանկարների մեջ այսպես պիտի պատկերել, ինչ որ կանոններ չկան։ Տարբերություններ իհարկե կան, որովհետև ձեռագիր գրքում մանրանկարը ենթակա է տեքստին, կախված է բնագրից, ինչ է պատմում բնագիրը, հիմնականում սուրբգրային
բնագիրն է աստվածաշնչյան, հենց Աստվածաշունչ կամ Նոր Կտակարան, Ավետարան, Հին Կտակարան եւ այլն բնագրից է բխում մանրանկարչությունը, խիստ կապված է բնագրի հետ։ Ճարտարապետության դեպքում վարպետը մի փոքր ավելի ազատ է, օրինակ Աղթամարում մենք ունենք եւ աստվածաշնչյան թեմատիկայով պատկերաքանդակներ եւ ունենք աշխարհիկ թեմատիկայով պատկերաքանդակներ։ Այո, իհարկե ձեռագրերում էլ ունենք պատվիրատուների, ստացողների պատկերներ, որոնք ներմուծվել են Սուրբ գրային պատկերների կողքին ձեռագրի նկարազարդում, բայց ճարտարապետության դեպքում պահանջները այլ են։ Ճարտարապետությունը նախատեսված է մասաների համար, մեծ լսարանի համար, ուրեմն այնտեղ մասշտաբի խնդիրներ կան, պատկերների գաղափարային խնդիրներ կան, բովանդակային խնդիրներ, որոնք արդեն այլ են, ձեռագիր գրքից տարբեր են։ Բայց ես մանրանկարների մեջ որ նայում եմ, եթե սխալ եմ, խնդրում ինձ ուղղեք, որ դիմագծերի վրա առանձնապես կենտրոնացած չեն եւ դու ընդհանուր սիմվոլներից ես հասկանում ով է, օրինակ Քրիստոսի պարագայում լուսապսակի մեջ անպայման խաչի սիմվոլը կա ու դու հասկանում ես, որ այդտեղ հավաքվածներից այդ մեկը Քրիստոսին է պատկերում, չէ՞, եթե չեմ սխալվում, առանձնահատուկ նայում ես առաքյալներին, կարծես թե նույն դիմագծերով լինեն, բայց իրենց մազի գույնից, երկարությունից, Քրիստոսի կողքը կանգնած լինելու դիրքից արդեն հասկանում ես ով է, չէ՞։ Ֆիգուրներին իրարից տարբերակելու համար ունենք պատկերատիպեր։ Օրինակ Քրիստոսը ճիշտ է, այո, պատկերվում է խաչաձև լուսապսակով եւ այդպես ինքն առանձնանում է մյուս սրբերի կողքին։ Բայց կարևոր է տեսնել նաեւ Քրիստոսը որպես գործող ֆիգուր ինչ է անում։ Եթե առակների բժշկության տեսարաններ են, ուրեմն հասկանալի է, որ Քրիստոսն է գործում, եթե նույնիսկ առանց խաչապսակով լուսապսակի լինի, միևնույն է, հասկանալի է, որ դա Քրիստոսն է, բայց շատ նրբություններ կան։ Օրինակ մենք ունենք Սուրբ Երրորդության պատկերներ, որտեղ Հայր Աստվածն է, Քրիստոսը, Սուրբ Հոգին, 3 էություններն էլ պատկերված են խաչաձև լուսապսակով։ Սա ինչպես հասկանանք, Հայր Աստվածն էլ այդպես կանոնիկ պատկերագրության պետք է այդպես չլինի, բայց նաև այդպես է։ Եվ ոչ միայն հայկական մանրանկարներում, նաև այլալեզու ձեռագրերում է դա հանդիպում։ Ուրեմն այսպես հստակ ինչքան էլ կանոնիկ արվեստ լինի միջնադարի արվեստը, ամեն դեպքում ունենք որոշակի բացառություններ, շեղումներ, բայց որոնք պատահական չեն։ Այդտեղ 3-ն էլ նույն լուսապսակով խաչաձև, որը ցույց է տալիս 3-ը մեկում, հա, մեր հայ եկեղեցու, ասենք հենց այդ մոնոֆիզիտ դավանաբանական ուղղվածությամբ կարելի է բացատրել այդ մոտեցումը մանրանկարչի կողմից։ Մանրանկարիչները նրանք խորը աստվածաբանական գիտելիքներով օժտված անհատականություններ են եղել եւ նաեւ նման բացառիկ պատկերումների, հետաքրքիր ինքնատիպ պատկերումների շնորհիվ է, որ մենք բացահայտում ենք նրանց գիտելիքի պաշարը։ Ճիշտ է, որ ծաղկողներն ունեցել են իրենց ներքին կոդեքսը, կանոնները, օրինակ Աստված բառը կամ Քրիստոս բառը գրելու համար կարող էին 3 օր ծոմ պահել, որ գային շարունակեին կամ առնվազն վերկենային գնային ձեռքերը նորից լվանային, որ հանկարծ այդ բառը կեղտոտ ձեռքով չգրվեր։ Չեմ կարող ասել հիշատակարաններից արդյոք ունենք հստակ նման տեղեկություններ, որ նման մոտեցում են դրսևորել, բայց ես զուտ ֆիզիկական մասով կարող եմ ասել, որ օրինակ ունենք ձեռագրեր, որտեղ Հիսուս եւ Քրիստոս բառերը գրված են այլ գույնի թանաքով, կամ ուղղակի ոսկե գրված են, կամ մանուշակագույն թանաքով են գրված, ի տարբերություն ձեռագրի մյուս տողերի, մյուս բառերի, որոնք սև կամ շագանակագույն մելանով են գրված։ Դրանք էլ չեն ավելի թանկ ներկերը Քրիստոսին նվիրելու նպատակ են ունեցել։ Այո, դե ներկերը, գույները ունեն որոշակի խորհուրդ նշանակություն, այդ մասին մենք ունենք միջնադարյան մեկնիչների, հեղինակների բնորոշումները եւ նրանց մեկնությունների շնորհիվ բացահայտում ենք ներկերի, գույների նշանակությունը։ Յուրաքանչյուր գույն ընտրվել է որոշակի խորհուրդ արտացոլելով։ Կարմիրը, կապույտը, դեղինը, կանաչը հիմնական գույները, որոնք իդեպ անտիկ մշակույթից են փոխանցվել, դեռ Ցիցերոնն է նույնիսկ գրել այդ հիմնական 4 գույների մասին։ Մենք էլ ունենք այդ հիմնական 4 գույները եւ մնացյալ կից գույները, որոնք ընտրվել են որոշակի խորհուրդ պարունակելով։
Այսինքն, եթե Քրիստոսին պիտի պատկերեին Քրիստոսի թիկնոցը եւ Տիրամոր թիկնոցը, դրանք տարբեր գույներ պիտի լինեին, չէ՞։ Հիմնականում այո, Տիրամորը պատկերել են մուգ մանուշակագույնով, դա խորհրդանշել է իր սրբազնությունը, Քրիստոսին ավելի հաճախ պատկերում են մուգ կապույտ թիկնոցով իր արքայական խորհուրդը ընդգծելու համար։ Ձեռագրի 14-րդ դարի ձեռագրերից մեկի հիշատակարանում մանրանկարիչը այդ կերպ է բացատրում կապույտի ընտրությունը Քրիստոսի հագուստի համար, բարեկոտի համար։ Իսկ կարմրամանուշակագույն կամ ծիրանի կոչվածը չի օգտագործվում Քրիստոսի։ Երբեմն օգտագործվում են, պետք է նաև նկատի ունենանք, որ այդ ներկերի ընտրությունը նաև տեխնիկական խնդիր է։ Այօրինակ Վասպուրականում Արցախում մենք տեսնում ենք երբեմն որոշ ձեռագրերում շատ սահմանափակ գույների կիրառում։ Այստեղ ոչ թե մանրանկարիչը գիտելիք չի ունեցել Քրիստոսին ինչպես է ընդունված պատկերել, այլ որտեղ այդ ներքն է եղել նրա ձեռքի տակ, այդ գույնն է օգտագործել։ Պետք է այս հանգամանքն էլ հաշվի առնել։ Մեր մանրանկարները եւ ընդհանրապես ձեռագիր մատյանները շատ հարուստ են զարդանկարներով, զարդանախշերով, դրանք առանձին հասկանալու թեմա են, որտեղ ինչպես տառերն ենք կարդում, այդպես էլ զարդանախշերը չպիտի կարողանանք կարդալ, թե ուղղակի դրանք գեղագիտական աչք շոյելու համար այդ նշանակությունը ունեն։ Դրանք նախ գեղարվեստական հարդարանքի մաս են կազմում ձեռագիր գրքում, առաջին հերթին գեղագիտական խնդիր են ապահովում, բայց դրանից բացի ունեն նաև որոշակի իմաստաբանություն։ Օրինակ անվանաթերթերում ավետարանիչների յուրաքանչյուր ավետարանի սկիզբը բացող անվանաթերթում մենք տեսնում ենք ըստ Եզեկիելի տեսիլքի տվյալ ավետարանչի խորհուրդը ներկայացնող կենթանակերպով զարդագիր։ Ասենք Հովանեսի դեպքում Մարթրեշտակն է թևավոր, Մարկոսի, Ղուկասի ու Հովանեսի դեպքում համապատասխանաբար առյուծը, եզը եւ արծիվը։ Այսինքն առյուծի պատկերը այդտեղ ընտրված է հատուկ, դա խորհրդանշում է ավետարանի հեղինակ Մարկոսին։ Իսկ ասենք ծաղկային բուսական զարդանախշերն իրենց նշանակություններն ունեն, թե էլի գեղագիտական։ Ունեն, սիրելի Նոյեմի, հիմնականում շատ մոտիվներ փոխառնված են անտիկ արվեստից եւ Ասատուր Մնացականյանը հայկական զարդարվեստ իր գրքում շատ լավ ցույց է տալիս ձեռագրերում օգտագործված զարդամոտիվների կապը ֆորմալ ձևի իմաստով կապը անտիկ մշակույթից փոխառնված, բայց քրիստոնեական մշակույթում բնականաբար դրանք վերաիմաստավորվել են եւ խորհուրդը կապված է Աստվածաշնչի հետ էլի։ Մենք ունենք խորանների մեկնությունների հեղինակներ միջնադարյան 7-ից 17-րդ դարերում ստեղծագործող Ստեփանոս Սյունեցին եւ այլն, Ներսեշնորհալին, Գրիգոր Թևացին, վանական վարդապետը, Պողոս Ռաբունապետը բացառիկ են այս հեղինակների մեկնությունները խորանների վերաբերյալ։ Խորանները դրանք ավետարանները բացող նկարազարդ թերթեր են, որոնք պարունակում են համաբարբարի աղյուսակները, 4 ավետարանների եւ շքեղ նկարազարդված են։ Խորաների նկարազարդումներ կան եւ հունարեն ձեռագրերում, եւ ասորական ձեռագրերում, եթովպական ձեռագրերում, ես նշում եմ մեր մանրանկարչությանը համաժամանակյա օրինակներ, բայց միայն հայ մեկնիչների գրվածքներում մենք գտնում բացատրություններ խորաների այդ խորին խորհուրդ պարունակող պատկերների։ Բառնել է շատ հետաքրքիր, այո, դրանք ընթերցողին նախապատրաստում են կարդալուն, հոգևոր համապատասխան վիճակի են բերում, որպեսզի ընթերցողը պատրաստ լինի կարդա ավետարանի սուրբ բնագիրը, տեքստը։ Այդ խորաններում պատկերված են թռչուններ, բուսական աշխարհի տարբեր մոտիվներ, կենդանապատկերներ, որոնք հատուկ ընտրված են
ասենք խորհրդանշում են Սուրբ Երրորդությանը, Քրիստոսի զոհաբերությունը, այդ կապիկանման կենդանիները երկար պոչերով, ձեռքերին գունդ խաղալիքներ բռնած, հետաքրքիր է Ասատրում Նացականյանի մոտ դա ժողովրդական արվեստի այդ լարախաղացների մոտիվով է բացատրվում, իսկ մեկնիչների մոտ մենք կարդում ենք, որ դրանք խորհրդանշում են զոհաբերությունը Քրիստոսի համար այդ խորհուրդն ունեն։ Ուրեմն շատ տարբեր են կամ դարձի եկած անհավատներին են խորհրդանշում։ Պետք է տեսնել դրանք արդեն սուրբգրային բնագրի հետ առնչվող կոնտեքստում, ոչ թե ուղղակի ժողովրդական արվեստի ինչ-որ ընկալումների ներքո, այո։ Լուսինե, վերջին տարիներին շատ մոդայիկ է դարձել, նորաձև է դարձել թռչնատառերի կիրառությունը հագուստի մեջ, զարդարվեստում եւ այլն, երբեմն առանց հասկանալու, երբեմն գեղեցիկ, երբեմն այնքան չստացված ձևերով են անում, բայց մենակ թռչնատառեր չենք ունեցել, չէ՞։ Այո, մենք ասեմ թռչնատառը դա միայն հայկական գեղագրության ֆենոմեն է։ Այլալեզու ձեռագրերում տարբեր տեսակներ կան տառերը գեղագրելու, բայց ոչ թռչնատառի տեսքով։ Սա զուտ հայկական երևույթ է։ Մենք ունենք եւ թռչնատառեր, եւ հյուսածո երկրաչափական, բուսական զարդաձևերով զարդագրեր, եւ ունենք նաեւ կենդանատառեր։ Տարբեր կատվազգի կենդանիների պատկերներով հիմնականում։ Բայց նաև մարդատառեր ունենք, չէ՞։ Մարդատառեր ունենք, մարդհրեշտակը, այո, Մատթեոսի խորհուրդն է, բայց ուղղակի մարդատառեր լինում են տարբեր դիրքերով, Թորոս Տարունացին ունի հրաշալի մարդատառեր, Ջ.Տառի դեպքում է հաճախ հանդիպում մարդատառը, ունենք, այո։ Օգտագործվում է մեզանում նույնպես։ Ես հենց այս նպատակը հետապնդելով այս դասընթացը դրեցի, որ շատ հաճախ վերցվում են մոտիվներ, առանց դրանց նշանակությունը, կիրառությունը ձեռագիր գրքում հասկանալու, ուղղակի, ասենք, մոտիվը ներմուծվում է որևէ հագուստի կամ աքսեսուարի վրա եւ անհամահունչություն կա։ Ես չեմ ուզում ինչ-որ այլ նեղացնող բառ օգտագործել, բայց գրագետ է պետք մոտենալ։ Դա հրաշալի է, որ կա հետաքրքրություն դեպի մեր ազգային արվեստը, դեպի մեր ինքնությունը բացահայտելու, ճանաչելու եւ աշխարհին ներկայացնելու միտումը, դա հրաշալի է։ Պարզապես պետք է մի փոքր խորանալ, ավելի գրագետ մոտեցում դրսևորել եւ հրաշալի արդյունք կարող է ստացվել։ Օրինակ խոսեցինք թռչնատառերի կամ կենդանատառերի մասին, բայց կան օրինակ թռչուններ կամ կենդանիներ, որոնք արգելված էին օգտագործել որպես պատկերներ։ Եթե արգելված լինեին, չէին պատկերվի ուղղակի։ Չէ, օրինակ չգիտեմ, ագրավի կերպար կերպարը կտեսնենք Նոյեմի ջան, խորաններում ագրավի կերպարը հանդիպում է եւ խորհրդանշում է անհավատներին, հեթանոսներին, այո, ագրավը այդ խորհուրդն ունի եւ հաճախ գլուխը թռչնի խորանից թեքված է հակառակում, ընդգծելու համար իր անհավատությունը։ Կամ ասենք, չգիտեմ, օծի պարագայում մենք տեսնում ենք, որ օծը եւ կարիճը քահանաների հողաթափերի մեջ են պատկերվում, օրինակ չէ, պատարակիչ քահանայի հողաթափերի մեջ, որպեսզի Քրիստոսի խոսքով դուք տրորեք օծերի եւ կարիճների գլուխները, բայց մեկ էլ տեսնում ենք, որ ավետարանում հատված կա, ասում օծերի նման խորագետ եղեք եւ օծակերպ կամ վիշապակերպ կերպարը կաթողիկոսի կամ եպիսկոպոսի գավազանի վրա է հայտնվում, այդ նույն կերպ էլ կարող է եւ տարի մեջ լինել եւ չէ։ Ասեմ, օծի կերպարը շատ հետաքրքիր է։ Նախ օծը իհարկե կենդանիներից իմաստագույնն էր, որ խաբեց Եվային եւ մարդը նախաստեղծը մեղսագործեց։ Ուրեմն երբ օծը պատկերվում է դրախտի հետ առնչվող տեսարաններում, ծննդոց գրքում ունի միանգամայն այլ խորհուրդ։ Հետո հիշենք Մովսեսը օծը բարձրացրեց անապատում եւ եգիպտացի ժողովրդի գերությունից ազատեց իսրայելցիներին։ Ուրեմն օծը բազմախորհուրդ պատկերում ունի, պետք է հասկանալ ինչ
կոնտեքստում է պատկերված, կամ մկրտության տեսարանում օձը, վիշապ-օձը պատկերված է Քրիստոսի ոտքերի ներքո, որովհետև Քրիստոսը մկրտվեց, Աստվածահայտնությունը եղավ եւ նա փաստորեն ջարդեց վիշապի գլուխը, հա, այսպես ասենք, այդ վիշապ-օձը երբեմն օձի տեսքով են պատկերում, երբեմն հենց վիշապի նման, այդպես թևավոր ոտիկներով եւ այլն։ Օձը ունի նաեւ ուրեմն սատանայի սիմվոլը, սատանայի խորհուրդը, տարբեր է նշանակությունը, պետք է բնագրի օգնությամբ հասկանալ ինչ է խորհրդանշում։ Իսկ նկարների մեջ հասկանալ, թե ինչի հետ է համադրված եւ ինչ համադրության մեջ ինչ կարող է բնագիրը մեզ նշանակել։ օգնում է հասկանալ նշանակությունը եւ տեսնել արդյոք պետք է այդտեղ օձ ներկայացնել, թե ոչ։ Քանի որ խոսեցինք օձերի եւ վիշապների մասին, ուզում հասկանալ, օձերը եւ վիշապները դրանք նույն բաներն են, թե դրանք տարբեր էություններ են, տարբեր մոտեցումներ են։ Տեսեք, դրանք ըստ էության տարբեր են, օձ է, վիշապը վիշապ է։ Պարզապես ունենք դեպքեր եւ քանդակում եւ մանրանկարչության մեջ, որտեղ նաեւ վիշապ օձ է պատկերվում, իրենք այսպես հիդրիդ պերսոնաժներ են որպես ներկայացված, հիմնականում սատանայի խորհուրդը ունենալով։ Եվ այստեղ շատ կարևոր է նաև պարականոն բնագրերը, պարականոն բնագրերում այն օձը, որը խաբում է Եվային եւ Եվայի միջոցով էլ մեղսագործվում է Ադամը, երբեմն նկարագրվում է մարդագլուխ, ուրեմն մենք տեսնում ենք օձի մարմին, գլուխը մարդակերպ։ Սարգիս Պիծակը այդպես է պատկերել օձին։ Տեսնում ենք օձ, որը ունի թևեր, վիշապի կերպավորում է, այսինքն, եւ ունի ոտքեր։ Այստեղ մենք վիշապի հետ գործ ունենք, բայց ինքը խորհրդանշում է աստվածաշնչյան օձին։ Այսինքն էլի պետք է տեքստերին շատ լավ ծանոթ լինել, մեկնողական գրականությանը եւ սուրբ գրային գրվածքներից բացի ծանոթ լինել նաեւ պարականոն, անկանոն գրվածքներին եւ ճիշտ բացատրել որոշ արտասովոր պատկերագրական դրսևորումներ։ Նայեք, մենք մի պարագայում ունենք օձ, որը դրախտի խաբեբայի կերպարի մեջ է հանդես գալիս, բայց մյուս պարագայում գորգերի վրա, ծիսական անոթների վրա կամ գավազանների վրա տեսնում ենք վիշապին, որը ավելի շատ պահպանիչ եւ պաշտպանության, այսինքն նույն ինչպես տարեշքը։ Մենք Տաթևի եկեղեցում էլ ունենք քանդակներ, ուրեմն երկգլուխ վիշապներով, այո, պահպանիչ դերի իմաստով այդտեղ։ Օձը մի դեպքում մեղսագործում է մեղքի պատճառն է, բայց մյուս դեպքում էլ փրկության պատճառ է Մովսեսի պարագայում։ Այդտեղ արդեն փրկagorցության մի դեպքում մեղքի, մյուս դեպքում նույն օձը մեղքից փրկagorցություն է խորհրդանշում, շատ բազմախորհուրդ նշանակություն ունի։ Օրինակ ջուրն է, չէ, կյանքի խորհրդանիշ է, եւ բայց մի պարագայում ջրհեղեղն էլ մահվան միջոց է դառնում, այսինքն տարերք է նաեւ ոնց կօգտագործվի, չէ, ըստ էության։ Դե տեսեք, ջրի պաշտամունքը շատ հին է, ոչ միայն մեզանում, այլ բոլոր հին ժողովուրդների մոտ, բոլոր քաղաքակրթությունները առաջացել են ջրի կողքին, ջրի շնորհիվ։ Հերոդոտն է կարծեմ ասել, Եգիպտոսը Նեղոսի նվերն է։ Եթե չլիներ Նեղոսը, եգիպտական մշակույթը չէր ձևավորվել։ Եվ բոլոր հին քաղաքակրթությունները, Միջագետքներ երկու գետերի մեջ է։ Տիգրիսը եւ Եփրատը, Խուանխինյանցը չինական քաղաքակրթություն են տվել մոլորակին, Գանգեսը եւ Ինդոսը հնդկական քաղաքակրթությունն են տվել, այսինքն բոլոր հնագույն քաղաքակրթությունները ջրի շուրջ են, ջրի շնորհիվ են ստեղծվել եւ ջրի շրջակայքում է ստեղծվել կյանքը եւ զարգացումը։ Իդեպ մեր վիշապներն են, վիշապները ջրի հետ աղբյուրների մոտ են տեղադրվել եւ իրենք էլ էլի այդ ջրի պաշտամունքի հետ են պտղաբերության, ջրի այդ ֆալոսանման ձևը պտղաբերության ջրի պաշտամունքի հետ է կապված։ Բայց մենք ունենք վիշապների, ասենք, եւ ջրային վիշապներ ունենք, եւ հողային վիշապներ ունենք, եւ օդային եւ հրային վիշապներ չեն։ Այո, առասպելական պատկերացումներ են արդեն դրանք, որոնք միշտ էլ
եղել են եւ ոչ միայն հնագույն քաղաքակրթության բնորոշ, այլև միջնադարում էլ նույն ձեռագրերում էլ շատ առասպելական հիբրիդ կենդանիների ձևեր կան, որոնք ոչ մի կերպ չեն ասոցացվում, չեն կոնկրետանում որևէ ֆիզիկական մեր իմացաբանական որևէ կենդանու հետ, այլ զուտ առասպելական կերպավորումներ են եւ նման օրինակները շատ են այլ եվրոպական արվեստում, գոթական, ռոմանական եկեղեցիների ճարտարապետության մեջ բազմաթիվ են նման օրինակները։ Եվ կան նաև դևեր, որոնք ըստ էության բացասական չարքերն են, հիմնականում դժոխքում են պատկերվում, դրանք այն դևերն են, որոնց Քրիստոսը դիվահարների բուժման տեսարան օրինակ հաճախ ենք տեսնում, սև թևավոր դևերի պատկերներ, երբ Քրիստոսը բուժում է հիվանդին եւ դևը նրա միջից այդպես թռչելով դուրս է գալիս։ Հետաքրքիր են, մի քիչ նաիվ պատկերացումներ են, բայց այստեղ կարևորը հավատի հանգամանքն է։ Գանք մարդակերպ պատկերներին, դրանք հրեշտակներն են եւ մարդիկ են, հա, հրեշտակների պարագայում մենք տեսնում ենք վեցաթև սերով բեներ, չէ՞, որ անմարմին հրեշտակներ են, նրանք ունեն միայն գլուխ եւ թևեր, սերով բեներ, քերով բեներ, 4-6 թևանի անմարմին կերպարներ են արարածները, երկնային նվիրապետությունն են հրեշտակած բաները։ 9 դասերը ունենալու էլի կանոններ կան հրեշտակների ներկայացնելու։ Այո, ունեն գլխավոր հրեշտակներ, Գաբրիելը եւ Միքայելը, հրեշտակապետերը, նաեւ Ռաֆայելը եւ Ուրիելը, հաջորդ երկու գլխավոր հրեշտակները, նրանց երբեմն անվանում են նաեւ զորաց դաս, Դիոնիսիոս Արիոպագացին ունի շատ լավ երկնային հրեշտակների նվիրապետության մասին գրվածք եւ մեզանում էլ այն հայտնի է եղել թարգմանական գրականության շնորհիվ եւ պատկերել են մեր մանրանկարիչներն էլ եւ Գաբրիելին եւ Միքայելին, Միքայել հրեշտակապետին հաճախ դրախտում, Գաբրիելին փողը հնչեցնելիս, դե բնականաբար նաեւ ավետման տեսարանում, ահեղ դատաստանի տեսարանում Քրիստոսին, Աստվածածնի եւ Հովանես Մկրտչին հաճախ են պատկերում հրեշտակած դասի ուղեկցությամբ եւ սերով բեները հաճախ Եսայի մարգարեության բնագրին հետ առնչվող մանրանկարներում են պատկերվում։ Ինչու են, ասենք, օրինակ Միքայել հրեշտակապետին միշտ զինվորի կեցվածքով, զինվորի հագուստով, զինվորի թուրը ձեռքին պատկերում։ Որովհետև ինքը կանգնում էր դրախտի դռան մոտ, որպեսզի մուտքը թույլ տա դեպի դրախտ հանգուցալի հոգու, այո։ Գաբրիելին հաճախ շուշան ծաղիկով, օրինակ, երբ որ ավետում է Աստվածածնին բարի լուրը, հրեշտակների դասերն ունենք 9 աստիճաններում, դրանք ինչպես են պատկերվում։ Հիերարխիկ կարգով, ասենք արժևում սկզբում պատկերվում են Գաբրիելը, Միքայելը, հետո Ուրիելը, Ռաֆայելը, հետո նոր մյուս հրեշտակները հիերարխիկ կարգով են։ Հիմնականում հրեշտակապետերն են կենտրոնում Քրիստոսին ավելի մոտ։ Ասենք եթե սերով բեներ ունեն այդ վեցաթև տեսքը, քերով բեներն ինչպես են։ Քառաթև կամ երբեմն էլ լինում են նույնիսկ ութաթև։ Սերով բեները հիմնականում վեցաթև են։ Ինչպես են պատկերվել։ Ըստ հրեշտակի տեսքը իրանց։ Ահա, տեսքով թևավոր, փետրավոր թևերով, հիմնականում լորոսով, դա հռոմեական հագուստի ձևեր, հաճախ այդպես պատկերել են լորոսով 13-14-րդ դարերում, օրինակ Տիգրան Հոնենցի ընտանեկան դամբարանում մենք տեսնում ենք հրեշտակների պատկերները նման հանդերձանքով, նաև մանրանկարչության մեջ է հանդիպում այդ լորոսի հագուստի ձևը եւ փետրավոր թևերով հիմնականում։ Պատկերումը եվրոպական եւ ոչ եվրոպական ազդեցությունների հետ կապ ունի։ Բյուզանդական հիմնականում աղերսները գալիս են բյուզանդական կայսերական մշակույթից։ Պոլիսը թելադրողներ եւ պրովինցիաները ենթարկվում են երբեմն։ Մենք ես չեմ ուզում ասել, որ այդպես ենթակա ենք եղել գոնե արվեստի տեսանկյունից շատ ավելի անկախ արևելաքրիստոնեական մշակույթի կոնցեպտում պետք է դիտարկել մեր քրիստոնյա մշակույթը, բայց ամեն դեպքում այսպես մեկուսացած էլ չենք եղել եւ ինչ-ինչ փոխառնչություններ ունեցել ենք։ Ես փոխառնչություն բառն եմ օգտագործում, ոչ թե բացառապես ազդեցությունը, որովհետև շատ բաներ էլ արևելաքրիստոնեական մշակույթից հայկական, ասորական, եթովպական վերցրել է բյուզանդական, հունական, կոնկրետ պոլիսային մշակույթը, փոխառնչություններ, որտեղ շատ բաների արմատներ ու ակունքներ տեսնում ենք, որ հենց քրիստոնյա արևելքից է տեղափոխվել արևմուտք։ Ամենաշատ տարածված սյուժետային թեմատիկ նկարները որոնք են։
ամենից շատ տարածված են Քրիստոսի կյանքի կարևոր դրվագները պատկերող մանրանկարները, որոնք հիմնականում ավետարան եւ Աստվածաշունչ մատյաններում են պատկերված։ Առհասարակ ավետարանը ամենաշատ նկարազարդված հայերեն ձեռագիրն է եւ ամենավաղ նկարազարդված նաև Քրիստոսի կյանքի 12 կարևոր դրվագները ավետում, ծնունդ, եռնընթառաջ, մկրտություն, մուտք Երուսաղեմ, Ղազարոսի հարություն, Քրիստոսի հարությունը, համբարձումը, հոգեգալուստը, խաչելությունը բաց թողեցի, այո, հիմնական է 12 կարևոր տերունական շարքի պատկերներն են, բայց դրա հետ մեկտեղ մենք 11-րդ դարից արդեն ունենք ձեռագրեր, օրինակ Վեհափարի ավետարանը 10-11-րդ դարերից թվագրվող, որտեղ մենք տեսնում ենք դրվագներ Քրիստոսի կյանքի այլ մանրամասները պատկերող, մասնավորապես բժշկությունները, առակները, հրաշքները, իսկ Աստվածաշունչը նկարազարդելու ավանդույթը 13-րդ դարից է սկսում եւ 5 կտակարանյան ուրեմն պատկերների թեմատիկ մանրանկարների ներմուծումը հայերեն ձեռագիր գիրք ավետարանի համեմատությամբ մի քիչ ավելի ուշ է։ Այսինքն 5 կտակարան տեսաներ ավելի ուշ են սկսում, այո, ըստ Սիրար Պիտեր Ներսեսյանի հայերեն նկարազարդ Աստվածաշնչերը նաեւ 5 կտակարանյան թեմատիկայով Աստվածաշնչերը 13-րդ դարից են սկսում։ Մենք ունենք նաև ավետարաններ, որոնք ունեն 5 կտակարանյան տեսարաններ, ասենք Իսահակի զոհաբերությունը, Ադամի Եվայի կյանքը դրախտում, դժոխքում պատկերող տեսարաններ, բայց այս տեսարաններն էլ 13-րդ դարից ավելի շուտ չեն հանդիպում։ Ճիշտ ասած, ես անցած տարի փորձում էի գտնել Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Վրամշապուհի պատկերներ, կարծելով, որ դրանք պիտի որ ձեռագրերում լինեն։ Ես գտա միայն լուսանցազարդերում նկարված բաներ, այսինքն առանձին սրբապատկեր, մանրանկար, որ լիներ որևէ ձեռագրում չգտա։ Կամ ես լավ չեմ փնտրել։ Ահա, ասեմ Նոյեմի ջան, ուրեմն ձեռագրերում իրական պատմական կարևոր անձանց պատկերներ ունենք հիմնականում հայսմավուրքերում, որոնք մեր սրբերի կյանքը պատմող ուրեմն բնագրեր են պարունակում, բայց ավելի շատ լուսանցքների տեսքով են, թերևս ամբողջ էջով լիաէջ մանրանկարների օրինակներ ավելի հաճախ կտեսնեք նախ Ներսես Շնորհալու դիմանկարը, նաև Գրիգոր Տաթևացու իր աշակերտների հետ դա հայտնի մանրանկար է, Շնորհալի նույնպես պատկերվել է իր հեղինակած ձեռագրերում որպես տվյալ ձեռագրի բնագիրը, խմբագրումը կամ կազմող հեղինակ, մանրուսմունքներում եւ այլն։ Պարթևի Մեսրոպ Մաշտոցի դիմանկարները ավելի 15-16-րդ դարերից են սկսում հաճախ հանդիպել եւ մեծ մասամբ այո լուսանցքների մեջ են, լուսանցապատկերների տեսքով են հանդիպում, նաեւ Մեսրոպ Մաշտոցի Գրիգոր Լուսավորչի պատկերը էլի ունենք, ավելի ուշ միջնադարին է արդեն բնորոշ։ Վրամշապուհի պատկեր չգտա։ Եթե չեմ սխալվում, Աստղիկ Գևորգյանը հայկական մանրանկարչություն իր դիմանկարը, չգիտեմ թերթել եք թե չէ այդ ալբոմը, պետք է ստուգել։ Գնամ ուրեմն ստուգեմ, որովհետև եւ հետո մենք ունենք հայ մանրանկարիչների մատենագիտություն մի հրաշալի հատոր, որ Աստղիկ Գևորգյանն է կազմել, այնտեղ ունենք վերջում մանրանկարների պատկերացանք, այդ պատկերացանկով կարող եք փնտրել անունով Վրամշապուհ եւ այո գտնել արդյոք ան պատկերումներ թե ոչ։ Ես քանի որ ձեռագրերի մասին խոսեցինք եւ հայսմավուրկները ասացիք, նախ ուզում բացատրեք, որ մարդիկ էլ հասկանան հայսմավուրկ, այս ավուր օր ինչ են դրանք։ Սրբերի կյանքը պատկերող սրբերի կյանքը ներկայացնող բնագրեր են հայսմավուրքերում, այն սրբերը, որոնք պաշտվել են մեր հայ եկեղեցու կողմից, դրանք հայկական սրբեր են եւ ընդհանուր քրիստոնեական սրբեր են,
յուրաքանչյուր սրբին նվիրված հիշատակության օրն է, նրա պատմությունը, վարքը, սրբերի վարքը պարունակող ժողովածուներ կարելի ասել, որոնք մի քանի խմբագրման փուլեր են ունեցել։ Այսինքն հայցմամուլքները դրանք յուրօրինակ տոնացույցներ են եղել սրբերի կյանքը պատկերող, այո, չէ, տոնացույցները այլ են, ճաշոցները եւ այլն։ Չէ, նկատի ունեմ, որ ասենք այս ավուրք, չէ, այսօր այսինչ սրբի տոնելու տոնն է եւ իր վարքը եւ այդ սրբի վարքն է ներկայացված, այո, հենց այդպես է։ Մեզ բարեբախտաբար չնայած շատ այրվելուն, գողանալուն, անհետ կորելուն եւ այլն, այդ գրքերի պատմության զուգահեռ հասել են բավականին ձեռագրեր, որոնք կրոնական չեն, ասենք դա կարող է լինել աշխարհիկ բովանդակություն, Ալեքսանդրի վարքը օրինակ, ասենք կամ աշխարհացույց կամ չգիտեմ տարբեր բնագիտական բովանդակությամբ, բժշկական բովանդակությամբ ձեռագրեր, սրանք նկարազարդված են, բայց սակավ այն առատությունը չկա նկարազարդման համակարգի, ինչ նկատելի է սուրբ գրային բնագրեր ունեցող ձեռագրերում։ Ինչն է պատճառը։ Բայց նկարազարդված են, գուցե անհրաժեշտությունը չի եղել այդքան, ասենք ձեռագիր է, որը պատմում է որևէ բույսի բժշկական նշանակության մասին, ունենք ձեռագրեր, որ ինչ բույսը կողքը կարելի է տեսնել նկարված, բայց քիչ են, այլևս այդքան շատ նկարազարդված չեն, կամ ունենք, ասենք, ձիաբուծության վերաբերյալ ձեռագրեր, որոնք էլի սակավ նկարազարդում ունեն, ավելի շատ աշխարհիկ բովանդակության ձեռագրերից նկարազարդված է Ալեքսանդր Մակեդոնացու Ալեքսանդրի վարքը, որի մասին արվեստաբան Սիրար Պիտեր Ներսեսյանն էլ ունի հետազոտություն, թերևս աշխարհիկ բովանդակությամբ ամենից նկարազարդ հայերեն ձեռագիրը դա է, որի համար էլի նախագաղափար օրինակներ եղել են նույն բնագիրը պարունակող այլալեզու ձեռագրերը։ Իսկ մեր պատմությունները ունեն նկարազարդումներ, թե առանձնապես չէ։ Ունեն հայոց պատմության օրինակներ ունենք, որոնք նկարազարդ են, օրինակ Մովսես Խորենացու հայոց պատմությունը Վասպուրականի գրչակենտրոններում ստեղծված ձեռագրերում 15, 16, 17-րդ դարերում պատկերվում է նկարազարդ եւ հենց սկզբի էջը բացվում է Խորենացու դիմանկարով Սահակ Բագրատունու հետ։ Երբեմն լինում է նաեւ ձեռագրի պատվիրատուն կամ ստացողը, որ հետագայում ուրեմն պատվիրել է ընդօրինակել իր համար Խորենացու պատմությունը։ Մի բան է ուզում հարցնել Տաթևացու դիմանկարի ասցինք, այդ պահին մոռացա հարցնել, բայց օրինակ Տաթևացու դիմանկար ունենք, որը շատ հայտնի իր աշակերտներով շրջապատված, աչքերը նեղ, երկարող, մոնղոլոիդ դարձրած, բայց ես այդ Մաշտոցի ձեռագրերը փնտրելիս նաև Տաթևացու նկարներ գտա, որը այդքան էլ այդպես չէր։ Արդյոք մանրանկարչության մեջ նաև ժամանակաշրջանի եւ իշխող էլիտայի ազդեցությունը կարող էր նշանակություն ունենալ։ Գիտեք, մենք չունենք հստակ այսպես գրավոր աղբյուրներ, թե իրական անձանց պատկերելիս մանրանկարիչները ինչ օրինակ են աչքի առաջ ունեցել։ Եթե ասենք պատկերեն Մաշտոցին, Սահակ Պարթևին, բնականաբար մտածածին կերպարներ պետք է լինեն, ինչպես իրենք են իրենց պատկերացումներում ունեցել։ Ինքնադիմանկարների դեպքում, երբ մենք ասենք նայում ենք Եսայի Նչեցու ինքնադիմանկարը, որին պատկերել է իր, ասենք, աշակերտներից Թորոս Տարոնացին, մի պատկեր վերագրվում է Թորոս Սարգսակին, էլի հավանաբար Գլաձորում ստեղծագործած վարպետ, մենք երբ իրար կողք ենք դնում, էլի տեսնում ենք, որ այդ դիմանկարները միևնույն անձի այսպես դիմանկար որպես դժվար է տիպաբանացնել։ Հիմնականում դրանք մտածածին կերպարներ են, բայց նաև չի բացառվում, որ մանրանկարիչը նաև ինքը իրեն ընդհանրապես արվեստագետների պարագայում ասում են, չէ, իրենք իրենց նկարելու, իրենց կերպարը դնելու այդ բանը ունեցել են ձգտումը։ Բայց կարող էր օրինակ Տաթևացու նկարից մի քիչ ասած շեղաճք նկարեն, որ հանկարծ սովորաբար ասում են դե որ մոնղոլներն են եկել
եղել արշավանքներն են եղել մոնղոլների այդ մոնղոլական դեմքերը մեր 13-14-րդ դարի մանրանկարչության մասին նաև 15-ի հաճախ ենք լսում նման մեկնաբանություններ, բայց ես համաձայն չեմ, որովհետև այդ նույն այսպես ճակերտավոր, մոնղոլական դիմագծերը մենք տեսնում ենք շատ այլ մանրանկարիչների արվեստում, որը ուղղակի առանձին դիմագիծ է, տիպ է եւ պարտադիր չի հատուկ կապված լինի որևէ իշխող դասի կարգի հետ։ Չէ, չեմ կարծում, որ պետք է անպայման պայմանավորել, չէ, դժվար թե ինչ պետք է ինչ-որ մոնղոլ ներխուժողը բացեր նայեր այդ մանրանկարին եւ ասեր, օ լավ, աչքերը նման են մեզ մոնղոլներից, ձեռք չտանք այս ձեռագրին, հազիվ թե, չէ, կարծում եմ քիչ պարզ պատկերացում է։ Մենք մի տենց ավանդազրույց ունենք Մայր տաճարի հետ կապված, չէ, որ իբր այդ Մայր տաճարի պատին քանդակել են շահի գլուխը, որ հանկարծ բան չան չգան ու չքանդեն, թեև պարզվում է, որ այդ ավանդազույցը այդքան էլ ճիշտ չի, այո, դրանք ավանդաբար բանավոր ժողովրդի մեջ տարածված սերնդեսերունդ փոխանցված զրույցներ են։ Ես սիրում եմ թամպես գիտության մեջ ճշգրտություն։ Փաստեր, աղբյուրներ եթե կան, եթե չկան, ուրեմն ավելի լավ է լռել։ Եթե ամփոփենք ու փորձենք հասկանալ մեր ձեռագրային արվեստի ժանրային եւ տիպաբանական առանձնահատկությունները, ինչ դասերի կբաժանենք մենք դրանք։ Առաջին հերթին ձեռագրարվեստը ներկայացնում է սուրբգրային բնագրերի նկարազարդում։ Առաջին տեղում արդեն նշեցի Ավետարանն, հետո Աստվածաշունչը, այնուհետև գալիս են Ծիսամատյանները, Մաշտոց, Ճաշոց, առավելապես։ Ունենք նաև նկարազարդ Սաղմոսարաններ, Հայսմավուրքեր, բոլոր այն ձեռագրերը, որոնք սուրբգրային բնագրեր են պարունակում։ Դրանց կողքին ունենք նաև աշխարհիկ բովանդակությամբ ձեռագրեր, Ալեքսանդրի վարքը ամենաակնառու օրինակներից է այս բովանդակությամբ նկարազարդ ձեռագրերի եւ քանի որ մանրանկարն էլ խիստ փոխկապակցված է ձեռագրի բնագրի հետ, ուրեմն առաջին հերթին պետք է նկատի ունենանք, որ սուրբգրային բնագրեր արտացոլող մանրանկարներ են, այսինքն աստվածաշնչյան պատումները կերպավորող մանրանկարներ են եւ հետո արդեն այլ բան է, որ այնքան է զարգացել ձեռագիր գրքի նկարազարդման արվեստը, որ այդ պատումների շարքին ներմուծվել է նաև աշխարհիկ որոշ դետալներ, օրինակ պատվիրատուների, ստացողների դիմանկարներ կամ իրական կենցաղի հետ առնչվող մանրամասներ, օրինակ մենք ունենք Կանայի հարսանիքը տեսարանը, որտեղ հաճախ հարսանքավորների շարքում պատկերված են նաև երաժիշտներ, կին կամ տղամարդ որևէ երաժշտական գործիք ձեռքին։ Ուրեմն սա կենցաղային մի փոքրիկ դրվագ է, որը ներմուծված է սուրբգրային պատկերը մեկնաբանող մանրանկարի մեջ եւ մեզ պատկերացում է տալիս նաեւ երաժշտական արվեստի մասին հայկական միջնադարում։ Ինչ գործիքներ են երաժշտական օգտագործել, ովքեր են այդ գործիքները օգտագործում ենք, ունենք նույնիսկ կանանց կերպարներ, որոնք դաֆ են նվագում, փողային գործիք են փչում, կանայք, ոչ թե տղամարդիկ։ Շատ հետաքրքիր արծաթիպեր կոտրող նկարներ են դրանք, լրիվ ուրիշ կերպ ես հասկանում։ Եթե խորքային հետազոտենք, այո, իսկապես շատ օրիգինալ, ինքնատիպ դրսևորումներ տեսնում ենք։ Մի շատ կարևոր ու շատ երևի երկար, բայց չեմ կարող այդ հարցը չտալ, անպայման ուզում եմ տալ Այ չէ մի րոպե, մի շատ կարևոր հարց, բայց գուցե պատասխանը երկար լինի, չեմ կարող ուղղակի չտալ։ Խոսեցինք այն մասին, որ մագաղաթը եւ թուղթը շատ թանկ էին, բայց այն վարպետությամբ, ինչ որ այդ նկարները մեզ հասել են, ինձ ենթադրել է տալիս, որ շատ երկար աշխատել են, սովորել են, ինչպես էին սովորում, ինչի վրա էին նկարում, որ կարողանային այդ վարպետությանը հասնել, որ այդ շատ թանկ մագաղաթը կամ թուղթը չփչացնեին։ Ասեմ Ուրեմն հիմնականում ունեցել ենք վարպետ մանրանկարիչներ, որոնք իրենք ձեռագիրը սկսել են նկարազարդել եւ նույն վարպետն էլ ավարտել, այսինքն ամբողջ նկարչությունը իրենն է, ունենք նման օրինակներ։ Սկզբում արել են գծանկարը,
մագաղաթի կամ թղթի վրա ածուխով գծանկարի համար կապ արել են օգտագործել արջիջ, ածուխել են օգտագործել, թանակ մելանել են օգտագործել, գծանկարից հետո անում են ոսկեզօծումը, ոսկու շերտն է դրվում, որի համար միջանկյալ հիմնաշերտ են օգտագործել, ասենք սխտորի հյութ են օգտագործել, որպեսզի ոսկին ամրանա, օգտագործել են նաև հայկական բոլուսը, որթան կարմիրել են օգտագործել, ունենք նման օրինակներ, երբ ոսկու թերթը մի փոքր վնասված է, թափված է, տակից բացվում է որթան կարմիրի շերտը, ուրեմն դրանք այդ միջանկյալ նյութերն են, որոնք օգնել են, որ ոսկին ամրանա թղթին կամ մագաղաթին։ Ոսկեզօծումը անելուց հետո էլ արդեն գունանկարչության փուլն է սկսվում։ Մենք ունենք դեպքեր, երբ վարպետ մանրանկարիչը գծապատկերներն է անում, գունազարդում է նրա աշակերտները։ Ունենք նաև նման դեպքեր եւ ունենք դեպքեր, որտեղ ոսկեզօծողն էլ արդեն երրորդ վարպետն է, ով միանում է աշխատանքին, այսինքն շատ այսպես դասակարգված է եղել աշխատանքը։ Ոսկու համար օգտագործել են եւ փոշի, եւ բարակ ոսկեթերթ, հիմնականում 24 կարատ, եթե չեմ սխալվում, ոսկի նաեւ հեղուկ վիճակով են օգտագործել, պատկերների համար գծանկարից հետո երբեմն արել են նաեւ աստառ, դա էլի մի միջանկյալ շերտ է, որի վրա հետո վերջնական գույներն են դրվել, արդեն թափանցիկ շերտը, կարելի ասել շերտանկարչության նման մի բան է եղել, ոչ դասական լիսյուրովկան իհարկե, բայց մոտ նման մի բան։ Եվ աշխատատար process է եղել, աշխատատար, այո, մենք հաճախ մի ձեռագրի մեջ կարող ենք նույնիսկ տարբերակել վարպետի ձեռքը եւ աշակերտի ձեռքը, հմտությունից ձեռքի կարելի է դա տարբերակել, ասենք հագուստի ծալքերը տեսնում ենք, որ շատ կոպիտ են, միտեղ տեսնում ենք գունային անցումները, տոնային նկարչություն է, բայց անցումները այնքան էլ հմուտ չեն, սկսում ենք արդեն կասկածել, որ այստեղ երկրորդ ձեռք է, այստեղ երրորդ աշակերտի ձեռք է արդեն։ Եթե Ռոսլինին պիտի թագավորը պատվեր ինչ-որ ձեռագիր ծաղկել Ռոսլինի պարագայում միայն նրա անունն ենք կարդում որպես ձեռագրի ծաղկող այն ձեռագրերը, որոնք ստորագիր են։ Նկատեմ, բայց Ռոսլինի վարպետությանը ինչպես էր հասել, ինչի վրա էր նկարել։ Ունեցել է աշակերտներ, ունեցել է ինքը եւս աշակերտել է իր ուսուցիչներին։ Գրատախտակ չկար, կամ ինչի վրա էր սովորում գրել, որ մագաղաթը չփչացներ, մինչև այդ վարպետության, որ իր արդեն վարպետ ուսուցիչը թույլ տար, որ գոնե որ մոտենար արդեն բնօրինակ գործին։ Տեսեք, մենք ունենք պատկերուսույց գիրք Վենետիկում, արվեստաբան Սիրար Փիտեր Ներսեսյանը այն ուսումնասիրել է, անդրադարձել է որոշ ուրեմն էջեր թերթել է, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչպես են պատկերները սովորել մեր մանրանկարիչները։ Այդ պատկերուսույց գիրքը շատ հետաքրքիր է։ Այնտեղ ներկայացված են զարդային մոտիվներ, կենթանապատկերներ, ֆիգուրներ, որոնք կարծես ցույց են տալիս, թե փուլ առ փուլ ինչպես են սովորել, ինչպես են ընտրվել պատկերատիպերը, ինչպես են սովորել պատկերել եւ ինչ իմաստ են ունեցել այդ պատկերները, ինչ դեպքերում որ պատկերներն են ընտրվել, որոնք են կիրառվել։ Ուրախ եմ, որ այսօր մենք կարողացանք խոսել եւ այսքան կարևոր թեմաների անդրադառնալ։ Ես նույնպես ուրախ եմ, շնորհակալություն հրավերի համար։ Կարծում եմ ուսանելի էր ինչ որ չափով։ Ես առաջարկում եմ, որ մարդիկ հետևեն ձեր դասընթացին, որտեղ հույս ունեմ դա կլինի պարբերաբար։ Չկար մի հարց, որ ես տվեցի ու դուք պատասխան չունեք, որտեղ խորապես ուսումնասիրեք, խորապես կարող եք բացատրել եւ մարդիկ, ովքեր իսկապես ուզում են հասկանալ կամ իրենց կյանքում օգտագործել այդ զարդանախշերը, գույները, մոտիվները, անպայման անեն դա գրագետ եւ անեն սովորելուց հետո ուրախ եմ, որ դուք նաև նախաձեռնել եք այդ դասընթացը։ Ուրախ եմ իմ գիտելիքով օգտակար լինել։ Ես իմ ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ այսօր ինքնության տաղավարում հայկական, գեղարվեստական այս հրաշքների մասին խոսում էի Լուսնե Սարգսյանի հետ, ով Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան ինստիտուտի ավագ գիտաշխատողը, Երևանի Պետական Համալսարանի հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի դասախոս։ Շնորհակալություն ձեզ շատ։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։